Ուղիղ 200 տարի առաջ 1826 թվականին հենց այս օգոստոս ամսին Նիկոլայ առաջին ցարը հատուկ կարգադրություն ուղարկեց Ռուսաստանի մեծագույն գրողին, բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինին եւ առաջարկեց ներկայանալ պալատ։ Հասկանալի է, որ թագավորի առաջարկը դա հրաման էր, ընդ որում բոլորը շատ վատ կանխազգացում ունեին, որովհետև ընդամենը ամիսներ առաջ դեկտեմբերի 14-ին Սենատի հրապարակում հավաքված էին Պուշկինի ընկերները, դեկաբրիստները, որոնք մեկ նպատակ ունեին հեղաշրջել քաղաքական համակարգը Ռուսաստանի եւ վայր նետել գահից թագավորին։ Սիրելի բարեկամներ, սա էր այն ծանր հոգեվիճակը, որի մեջ ընկավ Պուշկինը։ Նա շատ լավ հասկանում էր, թե ուր է ինքը գնում, բայց չգնալ էլ չէր կարող։ Իսկ Նիկոլայ առաջին նաև նշել էր կոնկրետ օրը, երբ նա պետք է ներկայանա իրեն, օգոստոսի 28։ Հասկանալի է, որ Պուշկինը պատրաստվեց ճանապարհորդության, գնում էր շատ ծանր կանխազգություններով, շատ բան ցույց չէր տալիս, բայց վիճակը բավականին ծանր էր։ Ինչ է սպասվում այդ հանդիպման ժամանակ։ Հենց օգոստոսի 28-ին Նիկոլայ առաջինը ընդունեց Պուշկինին եւ նրանց հանդիպում բնականաբար քաղաքավարական բոլոր նորմերը պահելով տեղի ունեցավ։ Թագավորը հետաքրքրեց Պուշկինը ինչ է գրում, ինչպես է ապրում, այդ բոլոր հարցերին Պուշկինը համապատասխան պատասխաններ տվել է եւ անմիջապես առանց երկար բարակ ձգձգելու Նիկոլայ առաջինը հարցրեց. ասացեք Ալեքսանդր Պուշկին, որտեղ դուք կլինեիք դեկտեմբերի 14-ին, եթե լինեիք մայրաքաղաքում։ Հարցը շատ կտրուկ էր։ Պուշկինը ձգեց իրեն վայել արժանապատվությամբ պատասխանեց. ես կլինեի հրապարակում իմ դեկաբրիստ ընկերների կողքին։ Պատասխանը ցնցող էր, դա նման էր մահվան վճռի, որ ինքը բանաստեղծը իր համար ասեց, թե արդեն որոշել էր։ Բայց Նիկոլայ առաջինը որոշել էր ուրիշ կերպ վարվել Պուշկինի հետ։ Նա ընդգծեց, որ դուք չարություն շատ եք արել Պուշկին, ասել է Նիկոլայ առաջինը։ Եվ ես ուզեմ, որ դուք զբաղվեք գրականությամբ։ Պուշկինը պատասխանեց, որ ինքը գրականությամբ զբաղվում է, բայց շատ հաճախ գրաքննությունը խանգարում է իրեն։ Եվ Նիկոլայ առաջինը դարակազմիկ առաջարկություն արեց. ես ձեզ կազատեմ, ասաց Նիկոլայ առաջինը, կազատեմ գրականության չարչարանքներից եւ այսուհետեւ ես կլինեմ ձեր անձնական գրաքննիչը։ Սիրելի բարեկամներ, ահա այսպիսի ավարտ է ունեցել այս զարմանալի հանդիպումը մեծագույն պոետի Ալեքսանդր Պուշկինի եւ դաժան ինքնակալի Նիկոլայ առաջին ցարի։ Այս պատմությունը խորհուրդ ունի։ Ահա ինչու ես այն ներկայացրի ձեզ։ Խորհուրդը հետեւյալն է. ամեն պահի դուք ձեր արժանապատվությունը բարձր դրեք։ Բարձր արժանապատվությունը, սիրելի բարեկամներ, հարգանք է առաջացնում դիմացինի մեջ, ով էլ որ նա լինի։ Դա վերաբերում է բանաստեղծի եւ թագավորի հարաբերություններին, դա վերաբերում է միջազգային հարաբերություններին, որտեղ հավաքվում են աշխարհի մեծերը, որոնք ինչն են գնահատում յուրաքանչյուր անձի մեջ նախ եւ առաջ արժանապատվություն։